Ուշադրություն, ուշադրություն, խոսում է Հայաստանը։ Հայաստանն է խոսում։ Խոսում է Հայաստանը։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում։ Այս պահին մենք գտնվում ենք մեծածախ վաճառքով զբաղվող ժողովրդի լեզվով ասած մուղանի շուկայում ենք գտնվում եւ այս պահին Ծիածանի շուկայում ենք քաղաքացին մեզ հուշեց, գտնվում ենք Ծիածանի շուկայում եւ հիմա Քաղաքագետ Արամ Ավետիսյանի հետ կփորձենք մոտենալ մեր հայրենակիցներին եւ ողջել ինչպիսի տրամադրվածություն է այստեղ, ինչպիսի գներ են եւ արդյոք վաճառք կա թե չէ, գյուղացին կարողանում է իր բերքը, իր արտադրանքը սպառել թե ոչ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Եկել ենք իմանանք ոնց է ձեր տրամադրությունը, օրինակ բողոքում են ինչ-որ տեսանյութեր են տարածում, ասում են գնացեք բերքը կառավարության դիմացը թափեք, չի վաճառվում, շատ էժան է, դուք ձեր մոտ ոնց է օրինակ առնում։ Շատ լավ է, մի օր լավ է, մի օր վատ է, ոչինչ, այդ կարևոր չի, կարևորը մենք ապահով երկրում ենք ապրում, այսինքն լավ տղա ունենք, որ սաղ եղած, չեղածը թալանած է, հանում է ջրի երես, Էդի ամեն ինչ արժի արդեն, ոչինչ, մի 2 տարի էլ վատ կապրենք, մի քիչ էլ բերք կթափենք, բայց ոչինչ։ Հետո մեր երկրի համար ամեն ինչ լավ կլինի, բայց էլի փառքասու ամեն ինչ շատ լավ է։ Ոչ մի բան էլ ոչ թափվում է, ոչ էլ ամեն ինչի գինն էլ շատ թանկ է, շատ լավ է։ Որ մի քիչ երկրից դուրս գնա արդեն լրիվ լավ կլինի։ Իսկ ինչ որ ունեք կառավարությանը առաջարկություններ կամ ինչ-որ բողոքներ։ Բողոքներ չէ։ Իսկ առաջարկություն որպես օրինակ, չգիտեմ, ինչ-որ պայմանների բարելավում կամ հենց այդ արտահանման հետ կապված կամ ամենակարևորը հենց այդ արտահանումն է, եթե դուրս գա ապրանքը, շատ լավ կլինի։ Օրինակ սա ձերն է թե վերավաճառում։ Չէ, մերն է, իմ մշակածն է։ Հիմա ինչ կներ, օրինակ կներկայացնեք, որպեսզի հայրենակիցներն էլ իմանան, որ օրինակ Սմբուկը 280 դրամ է։ Լավ ձմերուկը հեսա կգա մեր 180, 170, մեծ հնեն ավտոն եկավ մեր։ Տեսեք, օրինակ վարունգ, տեսանյութեր են պատրաստում, ասում են գնացեք ձեր բերքը ավելի լավ է ոչ թե վաճառեք, ոչ թե որպեսզի հայրենակիցները գնեն թող ամենա կաչաղակն ուտի կամ էլ տարեք կառավարության դիմացը թափեք։ Այ այտենց ինչ կասեք այդ մարդկանց, որ օրինակ տենց են մտածում։ Նրանք այդ մեր երկիրը նրա ինչ հնարավորություն կա իրան սահմաններում պիտի խառնաշփոթ ստեղծեն ժողովրդի մեջ։ Ոչ մեկին էլ նման բան հաճելի չի։ Խիտ անենք թափենք, ամեն ինչ շատ լավ է, կառավարությունից է գոհենք։ Շատ լավ է ամեն ինչ։ Արտահանումն է լավ, որ լինի արտահանում, այստեղ մի քիչ գինը թանկ կլինի։ Անցած տարի ձմերուկը 50 դրամ էր չէր վաճառվում, այս տարի 150 դրամ է, ու շատ լավ է վաճառվում։ Բայց վաճառվում։ Տարի, հա, տարի կա, մի տարի շատ է դնում գյուղացին այդ բերքը, լճացում է լինում, մի տարի քիչ է դնում, շատ լավ հարմար ծախվում է։ Մենակ այս տարի վարունգն է խնդիր։ Դարի գնենք ընդ Դավաճանների բան։ Այդ ո՞ւմ ասի դավաճան։ Այդ շու մեկը դավաճան է ասել։ Ասի, ինչ կա։ Այդ ինչ է ասում դավաճան։ Դավաճանների լրատվականն է թե չէ։ Հարցնում չեմ ասում։ Ո՞վ է դավաճան։ Հողատուները։ Հողատուն ո՞վ է։ Չգիտես ով է։ Ո՞վ է, քեզ եմ հարցնում։ Հենց մի հարցը դու լավ։ Բան եմ խոսում շարունակ գնա ուրիշին հարցերը։ Պրոբլեմ է։ Քեզի հարց չտվեցի։ Դու ես պրոբլեմ անգալի ոնց։ Ես քեզի պրոբլեմ չստեղծեմ։ Դե կստեղծես։ Ախպերս քել։ Նկարի ավտոյի հանրի նկարի։ Ես իմ ավտոն չի մի նկար, իմ ավտոն։ Դավաճանը գիտես ով է։ Հողատունն է։ Ով է հողը։ Ով հողերը։ Ով է հողերը տվել։ Ով է Ղարաբաղը Ով տվել։ մի նկար։ Քոչենամ վիժվածն է Ղարաբաղը տվել այդ ճտերի հետ, արա։ Եղավ, հա, կարամ ապացուցե։ Եղավ։ Համարս խտամ կգաս քաղաք կապացուցեմ, արա։ Արան դու ես։ Արա ես բոտից գլուխ արա ես, արա։ Ասեմ բոտից գլուխ արա ես, արա։ Համբալերին նա։ Գնաս դու ասում եմ, այ Որ մեզի հողատու կասի իրան մերն են իրա հերն են, արա։ մեզի կանի է մորը։ Սպտեմ։ Լավ ախպեր համ։ Արա հանգիստ Գնաս քեզ դու արա։ Ամո, Գնասում եմ, այ ամո։ լրտես։
Նկարի, սա եւ սա նկարի, ես ինքը խուլիգանության համար դատվելու է, հա։ Դու դատվելու ես խուլիգանության համար։ Երնեմ քեզ ինչի համար եկեք։ Քո դու դատվելու ես խուլիգանության համար, ես հիշի։ Եկել ես հրարում ես։ Ես չեմ հրարում, դու ես դավաճան ասե հողա, դու հետո քփու ես դավաճան չէ, ով է։ Ես էլ քեզ ասում եմ, նկարը սենց ասում եմ, լավ եմ անում, ես էլ քեզ ասում եմ, դու դատվելու ես։ Դու ժուժուի կամերում նստելու ես, եղավ արա։ Եղավ քիսոյի հետ ես նստելու։ Դու դատվելու ես արա։ Դու խուլիգանության համար դատվելու ես։ Հագիստ արդեն ինքը Գնացինք մենք։ Ինքը դատվելու է խուլիգանության համար։ Արի մեկ քեվ ակտին հանել են դկա։ Դու երկար նստելու ես հենց։ Ամո։ Դու երկար կնստես։ Ես կդասվեմ։ Դու խուլիգանության համար դատվելու ես։ Խոնեմանները պետք է նստեն, շատ երկար։ Ասում եմ դու նստելու ես։ Ու շատ երկար ես նստելու։ Ու քո պեսներն են նստելու։ Արամ չեմ թողան։ Ապրանքը չի կախտի քփու, հա։ Արան շահերի քիչ արդեն լեզվի տեսնարի արդեն ծեր։ Ինչ ես հետևից խոսում, բավն ես ասելու արի ասա։ Դա ինչ ես ծերրավատով հետևից խոսում, բավն ես ասելու, ասա ասեք, փագիկ պրտամ գնացիք ինչ ես դարշը տալի։ Ապեր ասեք փագիկ ինչ ես դարշը տալի։ Իմ հետ է խոսում, ձերդ չի խոսում, ձերդ խոսալը քայնիսն է։ Ես եմ ասում։ Ասա դավաճանի։ Հա, հարցնում եմ, ասում դավաճանի լրատվականա թե ինչ է։ Հարցնում ասում ես ով կասի մեզի դավաճան, իա մերը, ես էլ ասում եմ ով մեզի նկատի ունի, իա մերն եմ Դու մի ոգևորվի։ Դու երկար նստելու։ Հա, ես չեմ նստել։ Դու քո կաբացքի համար Հիմա հասկանում եմ խառնվել ես իրար, գիտես գլխիդ ինչա գալու։ Գիտես գլխիդ ինչա գալու։ Ես էստեի դուս եկա դու դահվելու ես։ Դե կտենա։ Արան շահերի Ինչ ես քեզ դրա ռեմբոյի տեղը արա։ Ինչ ես կուրաժի տվու։ Ինչ ես խոսում բացի արա։ Ապե վсё։ Արա կամերա տանջի կամերա տանջի Հեսա հերախոսից համարը տա։ Զանգի ուրուզում է շալի։ Նիկոլա հավերժի արա։ Նիկոլը հավերժի։ Արա Նիկոլը լսի։ Նիկոլը որ չներ մի ստրկություն է քոչանի սերժի համար անի։ Այ Նիկոլը ձեր նման ստրուկներին է մարցակ։ Այ դուք ստրուկյան մնացել եք։ Շարը քերի տա։ Բանականաբար շարժի արիք մեկը 10 փոխանակ մեկը իրան մեկը քփու է։ Դե ջոգում ենք ասում Արա մենք այս պահին գտնվում ենք շուկայում, եկել ենք այստեղ, որպեսզի իմանանք ինչպիսի տրամադրություն է այստեղ, ինչ տրամադրվածություն ունեն գյուղացիները եւ ընդհանրապես վաճառ կա թե ոչ, բերքը վաճառվում է թե ոչ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Հարիկ։ Աստծո բարև։ Ոնց եք։ Բարև ձեզ, Ոնց շնորհակալություն։ ա գործը։ Այդ խեք վիճաբանը ի՞նչ է։ Թե դավաճան մեզ ասեց այտենց Հա, մենք էլ Իսկ է ինչ եք նկարանում։ Ուզում ենք հասկանանք վաճառվում է բերքը թե ոչ։ 80 դրամ էլ ասում ենք, Բադրջյանը չի ծախում, որովհետև զավոդները չի վեկալը։ Այս ամբողջ շգան մանեգեք, նայեք։ Ապրակը չի ծախվում։ Դե հիմա ոնց բդինի էլի մի վատ դուրս էր գալում Ռուսաստան, ճիշտ է, ռուսն էլ մեր համար ոչ մի բան չի արել։ Ուզում եք ինձ մեղադրեք, հա։ Բայց դե Տեսեք, բայց օրինակ դուք 80 դրամը 80-ով եք վաճառում։ Դուք 80-ով օրինակ վաճառում եք, բայց վերավաճառողները Երևանի խանութներում քաղաքացիները բողոքում են, որ ասում են 500-600 դրամից պակաս։ Ճիշտ են ասում։ Այսինքն ձեր թափած քրտինքը նաև
Ես Քաղաքացիներին երեկվա դրությամբ ծախել եմ 150 դրամ, երեկել եմ ստեղը։ Ես այսօր չեմ կարում, 100 դրամ եմ ասում, չեն տանեմ, 80 եմ ասում, չեն տանեմ։ Այն բերածն ես քանի տոբրակնա, չեմ անում, այս տարի շատ դժվար է։ Դե կառավարությունն են մեղավոր չի, բարձ ասեմ ձեզ, որ ասենք Նիկոլին պետք է մեղադրեմ, չէ, որովհետև շատ են ցանում, ժողովուրդը շատ է ցանում, որ դուրսը չի ելնում մի քիչ, դա է պատճառը, դա է պատճառը։ Շատ են ցանում ժողովուրդը։ Չկա, գին չկա, փաստորեն, գին չկա։ Այսինքն այս տարի բերքը շատ մաչելի է եւ սակայն ցավոք սրտի գնում։ Լավ է, որ ասենք բերքը վատ է, բերքը շատ լավ է, պրոստը ծախվելը չի ծախվում էլ։ Էդի մեկ, երկրորդը, այս շուգան, նավեսներ չեն սարքեմ, որ նավեսների տակային ենք, այսօր առոց գնացել եմ, հարց է 8000-ը չի տվել եմ, այս զոնտիկն եմ արել, որ մի քիչ կոնե հովտի ապրակը չփճանա։ Այսինքն նաեւ պայմանների հետ կապված խնդիր կա, հա, այստեղ վաճառքի կապված։ Չէ, այստեղ շուգայտերը մեղավոր չի, որ ապրակ չի ծա, շուգայտերը Չէ, որ ասում եք օրինակ զոնտիկը, օրինակ պայմանը բան չի վաճառվում։ Դե արևիտակը չէ, դա կապ չունի։ Արևիտակը իմ արստիված պետք է զոնտիկ առնեմ, որ հովտեղ նստենք։ Իսկ Հայկ ջան, տեսեք, մեզ ի՞նչն է հետաքրքիր։ Օրինակ, մենք ստեղ այդ միջադեպը որ եղավ այդ դեյտասարդի, հա, դե ի՞նչն է խնդիրը, որ մարդ պետք է իմ կարծիքին ես ասում, էլի, մարդ պետք է երևի տեսողության այդ խնդիրն ունենա, որ չտեստի այն փոփոխությունները, որը որ այսօր կան այդ փոփոխությունները։ Այո։ Հիմա գիտեք որն է հարցը, որ շուկայական ազատ շուկայական հարաբերություններ է։ Հիմա մի օր լավ կվաճառի, մի օր վատ կվաճառի, բայց մեծ հաշվով Դավաճան որ ասել Հա։ է, ինչի մար ասել։ դե մենք Նիկոլ Փաշյանին ենք աջակցում, դրա համար մեզ ասում է Դավաճան Ես հողակ։ Նիկոլին պատասխանում։ Դա է հենց Արել եմ ու միջեմ այլ դա նկարում եք բարձ ասեմ, ես այդ մարդուն եմ։ Կներեք, եթե ինքը օրինակ այլ կարծիք ունի, մենք իրան չենք վիրավորում։ Եվ ամեն ցանկացած մարդ ունի իր կարծիքը։ Հարգում ենք ցանկացած կարծիք։ Մարդ կա իմ օրինակ ինքը ուզում է ստրուկ աշխատի Քոչյանի մոտ։ Մենք դեմ չենք։ Այդ 10000-ը որ ասում են ավեցելա, էդելա փողելի իմացակ։ Էլ ոնց է խաղաղությունը, աստծո փառք, հիմա խաղաղությունը։ Այո, մենք ունենք մեկը ես չեմ դժգոհում Նիկոլի, չեմ դժգոհում։ Հիմա աստվածաշանի ինքն ոտս կոդրվի, փող չունեմ, ես գիտեմ, որ այդ ամցերի կկաբեն, կբուժեն, ճամփուկ դանեն ինձ։ Բայց Քոչարյանի վաղտով դες բան չի եղել, Սերժի վաղտով դες բան չի եղել։ Դե այդ ենք ասում, Հայկ ջան։ Մա չէ, Բայց օրինակ Ռոբերտ Քոչյանը ասում էր, որ իր կառավարման 10 տարիներին ասում էր տնտեսական աճ կար, այնտեղ թոշակներն էր բարձրացրել, աշխատավարձներն էր տալիս։ Դուք ինչ եք հիշում օրինակ Քոչյանի։ 16000 չենք ստանում։ Թոշակը 16000 չէր Քոչարյանի վաղտով։ Ու դեր տարո 16 ապրես խիմորացել ենք։ Բայց մեզ 40000 թոշակ եմ ստանում։ 46000 կինես ստանում։ Պլյուս նաև 10% վերադարձ։ Ապրես։ Բայց իհարկե, չէ, մենք ես գոհ եմ, ես կառավարությունից ես գոհ եմ։ Եղավ։ Ծառուկյանի տես բեռնին չէ, ցույց են տալեմ։ Ինչ եղածներ ունի։ Այդ ո՞ւց ես բերել։ Կամ Քոչարյանի վաղտով որ թալանել են Սերժի։ Խեջես ու տարա բերեմ, լա չի պրզդեմ։ Ուրեմն ես նոր որ ասելա դες Դավաճան։ Ուրեմն երևի ես եմ որ գուսակցության պատերժ կանում, երևի դա մար ասա, ինչ ասեմ։ Աջողություն, մենակ մեր կառավարությունը որ զավոդներ բասի։ Ժողովրդի վիճակը լավ կա։ Զավոդներ։ Դե շուգայ վերա, այսքան ապրանք մենք չենք կարա ծախել։ Խնդիր չկա, Հայկ ջան, լավ եղեք։ Աջողություն ձեզ։ Աջողություն։ Արամ շարունակենք մեր նկարանումները, մոտիկանան քաղաքացիներին, տեսնենք ինչպես է տրամադրվածությունը, ինչպես է տրամադրությունները։ Արև դուրն եք չէ։ Արև ձեզ։ Ոնց եք հոգալիս։ Արև դուր ունեք։ Թեթև։ Շատ է բերքը։ Չէ, հա։ Երկը մի քիչ իմը կաղամ է, քիչ է։ Որ շատ դրներ այս տարի լրիվ թքեինք։ Իսկ նկարում եք որ տելևիզիա ցույց տակ։ Տենց էլ թող մնա։ Ոչ մի բառ չջնջեք։ Այս ինչքան քֆուր չգիտենք, հեսա սովորեցինք։ Արդեն այս կապերը խզելուց հետո Ռուսաստանի հետ։ Բայց ասում են օրինակ Եվրոպայի հետ շուկան է բացվելու, ասենք հաջորդ տարի ավելի։ Կպրզնենք էլ մեր ինչին է որ բացվի։ Որ դի 10 դրամ թափեմ, էլ ինձի պետք է կբացվի թե չէ։
Բայց էժան է այս տարի բերքը, հա։ Բա ինչ է։ Օրինակ երև 80 դրամ էժան չի։ էժան է։ Բայց օրինակ Երևանում քաղաքացիները բողոքում են, ասում են մինչև մեզ է հասնում 200 դրամից պակաս պամիդորը չկա։ Արտադրողը մեղավոր է։ Արտադրողը մեղավոր է, որ այնտեղ հասնում է 200 կամ 300։ Դե չէ տենում ենք, այդտենց էլ ապրում ենք, հա։ Իսկ եթե օրինակ սենց միանգամից վաճառելու փոխարեն դուք ինքներդ ասեք առաքում Մեր կազմակերպեք։ մնացած գործերնով անի։ Մենք հասցնում ենք մեր գործն անենք, որ այդքան կիլոով ծախենք։ Համել դե աշխատանքը մարդիկ ապրում են, էլի սենց ավելի լավ է։ Վիրիկ տալի պրծնում ենք, այն որ դիմ 20 դրամ շահենք, դրա փոխարեն մեր գործն ենք անում։ Առաջվանը չի 1000 մետր մշակենք։ Իսկ օրինակ հաջորդ տարվա համար շատ ոնց եք պատրաստվում, շատ եք մշակել, թե էլի քիչ։ Ապավին ենք ասում։ Հենց այդպես, ապավին ենք ասում։ Եթե սենց լինի, էլի Վաճ։ լավ կլինի։ Հա? Լավ կլինի։ Ապրեք, շնորհակալ եմ։ Վաճառվում է, բայց ապրանքը գոհ։ Եթե վաճառվի շոկին ինչ գործ ունենք շուկայում։ Շատ է բերքը։ Շատ չի, քիչ է։ Այդքան կարկուտի դիմաց բան քիչ է, անցած տարվա համեմատ։ Կես տոկոսը։ 140։ Բան։ Ջիգարո ինչ կա։ Ոնց եք։ Բարձես։ Այս ինչ ես պիրել։ Ինչ։ Ոնց է գործը։ Ոչինչ, Գոհ եք նորմալ է։ ոչինչ։ Ոնց է գործը։ Բարձր նորմալ չէ, նորմալ։ Վաճառվում է։ Ոչինչ, հա, վաճառում է, իհարկե վաճառում է։ Շատ է բերքը այս տարի։ Նորմալ, ահագին լավ բերք է։ Կոնկրետ իմ համար պամիդորը ահագին լավ բերք ունեն։ Իսկ քաղել եք բերքը, քաղում եք, թե թողում եք բնա փչանական։ Չէ, ես որ կոնկրետ չեմ տողում փչանա։ Ծախում ենք, թանկ եժան ծախում ենք։ Ծախում է։ Դե օրինակ տնտեսվարողներ կային, որ լրատվամիջոցների հետ խոսում են, ասում են հավաքենք տանենք կառավարության դիմաց թափենք։ Դա ճիշտ է, այտենց։ Ես չգիտեմ ով իրա կերպով է մտածում, ես կոնկրետ կարում եմ վաճառեմ շուկայում, տանը Իսկ ոնց է գնահատում ես վերջի փոփոխությունը, երբ որ անվճար է արդեն։ Իհարկե դրական։ Իհարկե դրական։ Միանշանակ։ Մենք ուղղակի խենք եկել զրուցելու համար, որովհետև շատ դժգոհություններ կան կապված Ռուսաստանի հետ, որ սահմանը ապրանքը չի ընդունում։ Դա ուղղակի գիտեք, որ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպածն է, վերջի վատությունն է հայ ժողովրդին։ Մենք ուղղակի ուզում ենք լուսաբանենք, ներկայացնենք մեր ժողովրդին, որ այս խնդիրները լուծվելու ժամանակի հարց է։ Հա, ես էլ եմ այդ կարծիքին, կներես իհարկե, միանշանակ այդ կարծիքին եմ, որ ժամանակը գա կլուծվի, անանց էլ չի, որ կատաստրոֆա է ալնելու, եթե ես այսօր մի փոքր էժան եմ ծախում, դա նշանակից ինչ ունի։ Այ օրինակ այսօր ինչ գինա պամիդորը։ Հիմա ես ծախում եմ 130-ով շատով իհարկե, արկողով 130 եմ ծախում։ 130 դրամ վերջի գինը։ Դե մյուս տարի էլի պատրաստում եք մեծ քանակի, ասենք էլի աճast։ Կոնկրետ ջերմոցների եմ դնելու եմ, ինչ էլ լինի, պետք է դնեմ, իհարկե, ինձ զբաղումն է իմ գործն է։ Շատ լավ բան է։ Հա, իհարկե, իմ գործն է, ես դրանով զբաղվում եմ, դրանով էլ ապրում եմ։ Հատուկ դժգոհություններ չկա։ Նորմալ ամեն ինչ։ Շատ Լավ մնացեք։ Հա, ապրես։ Դու էլ դուխով էլի, Նիկոլ, ասած խոբարնում ասում։ Մեսի հայություն։ Ոնց է գործը։ Գործերը լավ, գերազար չեմ գողում։ Շատ լավ է։ Հա։ Ինչով օգնենք։ Հա։ Ինչով օգնենք, ինչա պետք։ Որ մեկ գրուս ավտո ավրականեք։ Առնենք, հեսա պանդուր եմ առնում։ Հեսա։ Բանդը գազար, բազը, արեք տայք էդի իմացի որ օգնել ես։ Ես յաշիկա։ Համ ձեր վիճակն է լավն, համ մետն է լավն։ Ստուց էժան եք։ Վեցնես կարամ ձեզ մի հարթ։ Ես հենց ինչքան է գինի ասեք առնում եմ։
Էս ինչ արժի էս մի ящիկը։ Չէ, ասեք հիմա առնում եմ հիմա։ Հա, 130 դրամ եմ Չէ, ծախում կիլոն։ քանի 20 կիլոից ավել է, մի 22 կիլո է գալի։ Հա, դե հիմա կշռեք առնեմ։ Կշռած է, հա։ Հա, ասեք Կշռած չի կարող։ Հա, պիտի կշռեք։ Հա, բայց ախր ո՞նց եք տանում, ինչ եք անում։ Մեքենա ստեղ է, ասա մեքենա տանում են, նկարը հանում են, սա ամեն կարող բաներ։ Կոմոյլ է տակի, նավրում է տակի։ Ալի ախր, մի 22 կիլո է մաքուր։ Այդ ինչ արժի, ինչքան պետք է տամ։ Հաշվեք 130 դրամով 20 կիլոն 2600, ընդեղ էլ 130 վերջի կինա։ Շնորհակալություն շատ։ Հաջողություն ախր։ Ուզում եք թող մնացեք հետո բաց ասում։ Մերսի շատ։ Բարի, ոնց եք։ Լավ է։ Ոնց է գործը։ Լավ է, ձեր հաղորդում եմ։ Մերսի շատ։ Ծիանը լարնենք։ Արի քուզազնա։ Անտիր դամբուլ արիկա։ Արժի։ Տեղավորի մեքենայի մեջ։ Հազա քաղաց բերած։ Հա, Հա, դե ասեք ինչ արժի վերցնի։ 200 գրամ։ Իսկ քանի կիլո է։ Դե կշռենք, ոնց կշռենք, վերցնենք։ Хотя кушеркак мот. Հարիկ ջան, բայց ինչ գնենք։ Էս ծիան, էս ձերն է։ Էս չէ, Էս է ձեր, հա։ Ձիրանն է, էս է։ Էս ծիանը տվեք տանենք։ Էս էլ կշռեք, էս էլ վերցնենք։ Ոնց այս գոհեք առևտուր լինում, հա, թե չէ։ Հա, ինչ գողի է։ Բայց օրինակ լավ որակյալ ծիրան ունեք։ Չեն գալի տանեն։ Էս դնագերեն։ Լեկուրա փոքրիշերտ նուրը բերե։ Դան դեպքան Չասկա։ Կարող եմ ասած։ Նայեք ախր։ 10 2600 12 կիլո ախր։ Քանիսը կիլո։ Էսի։ Էսի ձեզի ախր։ Քան։ Ձեզի 600 Բայց օրինակ հիմա էսի ընտիր ծիրան է համարվում։ Չեն գալի տանեն։ Անի ծառների վրա շատ ամնացել որ տանել էր։ Ով է տանը։ Դու չգիտես։ Բայց օրինակ Ռուսաստան ինչքանով եք արտանում։ Ինչ գիտեք, որ Ռուսաստանը, թե չեք արտանում։ Ռուսաստան փագելա որտեղ։ Չէ, նախորդ տարիներին ասեմ։ Բերքի չէ կախված։ Ավել լավ է բերքելներ, ասեք եժանը տայիր։ Հա։ Քաստեսես։ Մենք այստեղ տեսնենք քաղաքագետ Արամ Ավետիսյանը գնումներ է կատարում եւ նաեւ այստեղ շարժը ակտիվացավ, քաղաքացիները մոտենում են։ Բարև ձեզ, կներեք գոհ եք առևտրից, գները հարմար է։ Ստեի գները հարմար է, հա, ես Ստեփանավանից եմ, բայց ստեի գները հարմար է։ Հա, պրինցիպի որ ասեց ծիրանը 500-ով տվին։ Այ օրինակ ձեզ մոտ ինչքան էր գինը։ Ոյ, հա, այս ծիրանը որ առել եմ 1500 դրամ է։ Ահա որ բանա վիճակա մեր մոտ գների պահով։ Մենակ ծիրան եք տանում։ Չէ։ Դե վաճառքի չեմ տանում, Ձեզ համար, հա։ Չէ, ուզում եմ ասեմ գներից գոհ եք։ Հա։ Պամիդոր տարա, կլուբնիկ եմ առել, խառը, կուկուրուս, ինչ ասես, ասենք, մի տենամ էլ ինչ կա էլի, մի երկու բան էլ կառնեմ, հա, սենց գներ, որ լի ոչինչ հարմար է, բայց ընդհանրապես են կոմերը ահա որա։ Այսինքն վերավաճառողները բերում են, հա։ Վաճառողները շատ են մտնում, հա։ Մենք յուղած ենք։ Ինչ ասես, էդ էլ իրանց գործն է, ձերքա տալի մտնում են, ձերք չտա չեն մտնում։ Սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք մեր նկարանումները, այժմ եւս մեկ
վաճառողի հետ զրուցենք, այ օրինակ ասում են, որ այդ ֆուրերը հետ են եկել Ռուսաստանի սահմանից։ Դուք տեսել եք, որ բերեն նորից շուկա։ Ես համարյա ձմեռվանից ես բազարն եմ, ես մի օր չեմ տեսել բան ֆուրի հետ եկած ապրանք մտնի բազար։ Դες բան ես չեմ տեսել։ Ոչ տեղ եմ լսել, ոչ էլ Մեմանդարի բազարը։ Այսինքն ձեր կարծիքով հասել է տեղը արդեն։ Ես չգիտեմ գնացել է, հուրա գնաց ինչ արի, բայց որ հետ այկ այդքան ասում հետ այկ է, ես հետ եկած ֆուր չեմ տեսել։ Իսկ ընդհանրապես գոհ եք այս տարվա վաճառքից բերքի։ Գոհ եմ, միշտ գոհ եք ելը։ Օրինակ շատերը ասում են, չենք բանը զբաղվելու, թողնելու են գնանք Հայաստանից կամ բերքը տանենք, թափենք, դա ճիշտ որոշում է, թե պետք է շարունակել շենացնել Հայաստանը։ Ես չեմ հավատում։ Սաղ էլ ինչ գործանում են, էլ պետք է անեն։ Թողում են, եթում են, չեն եթում, եթե սա ոտի մեջի խոսակցությունն է, չգիտեմ։ Ես որ Հայաստանից չեմ եթալու ախպեր։ Լավ ավատ է դա։ Մյուս տարի կշարունակեք ավելի շատ ցանել, թե արդեն շատ չէ, բայց նույն ձևի։ Նույն ձևի։ Եվ բավականեցնում է ձեզ։ Այդ վաճառվածի եկամուտը։ Գոհ եմ, հիմա շատ տնի քիչնում ում եմ բողոքեմ։ Էտա։ Եղավ, շնորհակալություն։ Ոնց է գոհ եք, առևտուր կա, թե չէ։ Դե նորմալ է, ինչ ասենք։ Նստած ենք ժողովուրդը առևտուր անում է։ Ձերը մենակ վարունգ, հա։ Հա։ Բայց օրինակ վաճառողներ կային, ասում են, այս տարի վարունգը չի վաճառվում, ձեր մոտ նորմալ է։ Դե չէ, մեկ քիչ զորով է, դա բայց դե ծախվում է։ Բայց ի՞նչն է խնդիրը, շատ է այս տարի բերքը։ Չէ, այնպես էլ չի։ Չգիտեմ ես։ Այ օրինակ տնտեսվարողներ կան, ասում են հիասթափվել են, չեն շարունակելու տնկել, աճեցնել։ Դուք ինչ օրինակ շարունակելու եք բերք ձեր հավաքել։ Դե որ դրել եմ, խի պետք է հրաժարվեմ։ Դե օրինակ ասում են չենք հավաքի, թող մնա փչանա կամ ծտերը։ Կա էժան է այդտեղ, բայց դե ինչ անենք, մեր բերքնա պետք է բերենք ծախենք, ինչ անենք, դա։ Շատ է ձեր բերքը։ Հա։ Համարյա 5000 մետր։ Իսկ կառավարությունից որևիցե աջակցություն ստացել եք, թե չէ։ Չէ, դե մեր սեփական հողերն է, ասենք, մենք տնամ ենք մեր ուժերով։ Իսկ նախկինում արտահանում ունեցել եք դեպի Ռուսաստան բան։ Չէ։ Չէ։ Այսինքն միշտ տեղական շուկայում է վաճառվում, հա, շուկայում։ Եղավ, շնորհակալություն։ Արիկ ջան, բարություն։ Ոնց եք։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ հարգած։ Օգտվում եք այս վերջի թոշակառուների ծրագրով, որ անվճար է արդեն։ Հա, ուժեղություն։ այո։ Ոնց եք գնահատում։ Ոչ լավ է։ Լավ է։ Հարգած։ Լավ եք, Արիկ։ Լավ ախպերս հարգած։ Չենք բողոք, եփ ենք բողոքել։ Չէ, չենք բողոքել։ Արխային կարած բողոքից դե բողոքելու։ Կարևոր է դա պատերազմ չկա ամեն ինչ է։ Խաղա լավ է դա ինչ պետք է անենք։ Էդ է։ Լավ եք։ Էդ ախպերս։ Եվ արամ մենք մոտ 1 ժամից ավել շուկայում շարունակում ենք մեր նկարանները, իրականում շատ անտանելի շոկ է այստեղ եւ հասկանում ենք գյուղացիներին, ինչ դժվարությամբ են այստեղ վաճառում իրենց բերքը, այս շոկ եղանակային պայմաններին եւ արամ ինչպես կգնահատես օրինակ տրամադրությունները քաղաքացիների, մեր գյուղացիների։ Դե հիմնականում գնահատեմ արդյոք դրական կգնահատեմ, որովհետեւ մարդիկ տրամադրված են դեպի դրական տրամադրություններ կար, խնդիրներ կան իհարկե, որոնք որ բացաձայնեցին, բայց ինչն է շատ կարևոր, որ մեծամասամբ չհաշված այդ մի սադրիչի, որը որ սադրիչ էր, մեզ տեսավ ու փորձեց սադրել, այդ խուլիգանական վարակ դրսևորեց, բացառությամբ այդ մի դեպքի բոլորը շատ լավ տրամադրված են, մեր մյուս գյուղացիներից վաճառողներից այդ տեսակ մարդկանց իրավագիտակցությունը արդեն բարձրացել է եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ բոլորները հասկանում են, որ այս սանկցիաները, որը որ կիրառում է Ռուսաստանի դաշտությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, սա միտված է, որպեսզի հասարակության մեջ այդպես բողոքի ալիք բարձրացնի, բայց դա չի ստացվել, որովհետեւ ժողովուրդը ամեն ինչ լավ հասկանում է, ամեն ինչ շատ լավ գիտի եւ ինչ էին ասում, չէ, ասում էին 10 դրամ, 20 դրամ էժան կծախենք, բայց մեր անկախությունը մեր ինքնիշխանությունը չենք զիջի։ Սա շատ կարևոր է, որ մենք պարբերաբար այցելում ենք գյուղական համայնքներ, որպեսզի քաղաք լինի, գյուղ լինի, փոքր համայնք լինի, որպեսզի մեր քաղաքացիները, մեր գյուղացիները տեղեկացված լինեն եւ հասկանան մի բան, որ մենք ցանկացած հարցում փորձենք
բարձրաձայն ենք խնդիրների լուծում որպեսզի լուծում ստանան այդ հարցերը եւ ես մեկ անգամ պետք է արձանագրենք, որ շատ դրական էր եւ կոչ եմ անում նաեւ մեր քաղաքացիին, որ կարող եք գալ նաեւ նման շուկաներից, որտեղ որ հենց գյուղացին բերում է իր բերքը վաճառի, կարող եք գալ եւ ձեր առևտուրը անել, նաեւ գյուղացիներին օգնել։ Իսկ այս իրավիճակում այս աշխարհաքաղաքական ստեղծված, գիտեք, որ հիբրիդային պատերազմը տեղի ունենում Հայաստանի Հանրապետության դեմ, մենք ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ մենք պետք է միավորվենք եւ մենք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծելու ենք մենք։ Եվ երբ որ մենք համախմբենք, երբ որ մենք միավորվենք, հաստատ հավատացած եղեք, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես որ մենք այդպես ցանկություններ ունենք եւ նորից եմ նշում ժողովուրդ ջան, դուք ներդ չգցեք, մենք 2-3000 տարվա պատմություն ունենք ու ինչ որ մի 5 հատ Քոսոտի, Սերժի ու Քոչյանի նման ինչ որ կեղտերի պատճառով այս պետությունը դրանց պայքարը գիտեք։ Պետականության դեմ են դուրս եկել եւ նրանց միայն մի բանի համար, որ այն մեկը իրային Լևոնը ինչը դրան է ուզում ինչ-որ առաջի պլան բերի, այն էլ իր փեսուն։ Սրանք իշխանության դասական պայքարում բոլորի շահը դնում են մի կողմ։ Եվ այն ինչը մենք այսօր ունենք, սա եւս մեկ անգամ մենք ֆիքսում ենք, որ գոյություն ունեն քաղաքական այդպես պսևդո տարեր, պսևդո էլիտա Հայաստանի Հանրապետությունում նախկին այդ Թալանչի ռեժիմի մնացուկներ, որոնք որ այսօր դուրս են եկել պետության դեմ։ Իսկ մենք նրանց ջախջախելու ենք։ Իսկ ջախջախելու ենք մեր ժողովրդի, մեր քաղաքացու օգնությամբ։ Եվ այսօր մենք համոզվեցինք, որ մեր ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է, շատ լավ ամեն ինչ գիտի եւ պատրաստ է կանգնել պետականության կողքը։ Արամ, մենք շուկայում զրուցեցինք գյուղացիների հետ եւ մենք տեսանք, որ բնականաբար գյուղացիները տարբեր քաղաքական նախասիրություններ, քաղաքական ուժերի են համակրում, սակայն այստեղ կա ամենակարևորը, որ համախմբվածությունն է եւ բոլորը իշա Հայաստանի Հանրապետության են գործում եւ անկոտրուն են եւ պատրաստ են ելի շարունակել իրենց բերքը վաճառել, այսինքն չեն հուսալքվել, ինչպես ներկայացնում են քոչայանական լրատվամիջոցները, չեն հուսալքվում եւ այդ որ հայտարարում են տանեն կառավարության դիմացը թափեն լոլիկը կամ բան, իրանք նման մտադրություններ չունեն, այսինքն շարունակելու են իրենց աշխատանքը կատարել, իրենց հալալ քրտինքով, իրենց գումարը վաստակել եւ ինչն է հատկանշական, որ շատերը գյուղացիներից ասեցին, որ այն ֆուրերը, որոնք ցույց են տվել քոչայանական ալիքները, որ իբր թե վերադարձել Հայաստան, այտենց էլ ոչ այս բազարում, ոչ էլ նույն այդ մյուս բազարում, Մեյմանդարի բազարը շուկայում չեն տեսել։ Այո, Արթուր, դա ներողություն, սա տեղեկատվական կարելի ասել պատերազմ է։ Արթուր, ես երբ նշում եմ հիբրիդային պատերազմ, հիբրիդային պատերազմի հանրատեքստում գոյություն ունի 5-րդ շարասյունը, որը որ գլխավորում է Ռոբերտ Քոչյանը եւ մենք եկել ենք մեր գյուղացիների քաղաքացիների հետ զրուցել ենք, նման բան չկա։ Ոչ մեկ չի պատրաստվում իր ապրանքը տանի թափի կամ ինչ-որ ընդհակառակը մարդիկ առևտուր են անում, վաճառում են, ամեն ինչից տեղյակ են, իսկ այդ ձեր նշած դեպքը դա ուղղակի սադրանք է, որը որ Արցախը հանձնած իր հորական շիրիմը Ալիևին նվեր տված Քոչյանն է իր մեդիայով կազմակերպել եւ նրանք այդ հիբրիդային պատերազմի մաս են կազմում։ Նրանք են այսպես լոկոմոտիվը պետության ներսում։ Եվ եթե նայեք այդ նրանց մամուլը, ապա 24 ժամ ինչ-որ, չգիտես, հեքիաթներ են պատմում, ժողովրդին ուզում խաբեն։ Մենք դրանց դեմը առնելու ենք եւ եւս մեկ անգամ նշեմ, որ Ռոբերտ Քոչյան դու ջախջախվելու ես։ Քեզ շպրտելու ենք Սովետաշինի պատմական աղբանից, քո տեղը այնտեղ է։ Հանգիստ վերենգի տեղդ ու նայի միջև քոքը մաշեցնելը որն է։ Արամ, եւ այս հարցը քեզ էլ տամ, դու ինքդ գնումներ կատարեցիր, իհարկե այստեղ մեծածախով է վաճառքը եւ գնումներ կատարեցիր եւ դու ինքդ գոհ ես այս գներից, ի համեմատություն եթե դնենք Երևանյան խանութների գների հետ տարբերությունը զգացվում է թե ոչ։ Միաշանակ զգացվում է Արթուր, որովհետեւ այստեղ այսպես առաջի ձեռք ենք մենք գնում, անմիջապես մարդու արտադրանքն է, բայց պետք է նշեմ, որ Երևանում այնպես չի, որ շատ մեծ է տարբերությունը, Երևանում էլ եմ ես գնումներ կատարում, բայց եթե հաշվի առնենք մեծ ընտանիքների մարդիկ, որոնք որ մեծ ընտանիքներ ունեն, ապա իրենք կարող են շաբաթ կիրակի կամ մի օր
տրամադրեն գան արևտուրը իրանց անեն այդ կոնտեքստում բավականին կտնտեսեն բայց ամեն դեպքում Նաև ներողություն օգտագործած կլինեն գյուղացուն հենց։ Այո, բայց Երևանում գնելու պարագայում են իրանք գյուղացուն օգնում, որտեղ այդ Երևանում երբ որ վաճառում են եւս գյուղացուց գնել են, այսինքն վերավաճառողներից են իրանք գնել, այսինքն ես դրական եմ համարում, թե գները թե նորմալ իրավիճակ է, այդպես անգամ այս տարի պետք է արձանագրենք, որ բավականին ավելի էժան է գյուղմթերքը, քան անցած տարի դա պայմանավորված է յորից մեկ անգամ այդ բերքի առատությամբ կամ որոշակի բանկավոր մի տարի է էժան լինում, բանկավոր մյուս տարի է այդպես ավելի թանկ կամ էժան լինում, շուկայական ազատ շուկայական հարաբերություններ է այդպես եւ նորից եմ նշում դուք տեսաք մենք նկարահանեցինք այսպես ամեն ինչ շատ նորմալ, շատ մարդիկ ահագին այդպես ժպիտ կա, դե ամենակարևորը որ մարդկանց դեմքին ժպիտ կա, հավատ կա եւ մարդիկ հավատում են իրանց վաղվա օրվան։ Դե ինչ արեմ, շնորհակալություն քեզ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն ձեզ, որ հետևում եք մեր եթերին, ձեզ հետ այսօր ձեր սիրելի քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր, ես Արթուրս եմ եւ այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում մեր սիրելի հայ ազգին եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։ Ուշադրություն, ուշադրություն, խոսում է Հայաստանը։ Հայաստանն է խոսում։ Խոսում է Հայաստանը։